Ամերիկյան 818-967-5321 եւ Հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղեն մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր նահատապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող սցենարիստ հրապարակախոս Սոնա Մանուկյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ նահատապանի ուղիղ եթերները կարող եք դիտել նաեւ նահատապանի պատրոնում QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ նահատապանի հրավերն ընդունելու համար։ Տիկին Մանուկյան, այսպիսի մի հարց եմ ուզում ձեզ տալ, որպես գրող սցենարիստ։ Այս ժամանակաշրջանի համար կկարողանայիք ինչ-որ բան գրել, թողնել սերունդներին։ Ահա, շատ հիանալի հարց է, շնորհակալ եմ հրավերին եւ հարցի համար հատկապես։ Ես արդեն գրում եմ այս ժամանակների համար։ Եթե հետևել եք իմ հետևորդները, դուք հաստատ գիտեք, ես խոսելուց սովորաբար մեր օրերի իրադարձությունները, պատմական ինչ որ կատարվում է, միշտ զուգահեռ եմ անցկացնում անցյալի հետ։ Պատմական անցյալից, պատմական զուգահեռներ, պատմական մի խոսքով։ Այդ զուգահեռներով ես գրում եմ մի բան, հիմա գրում եմ, շատ կարճ ժամանակում կվերջացնեմ, որովհետև հիմնականը արված է։ Եվ կներկայացնեմ, չեմ ասում հայ ժողովուրդ, այլ կներկայացնեմ աշխարհի դատին։ Հայաստանի վիճակը աշխարհի սկզբից մինչև հիմա եւ դա շատ փոքր կարճ է 20 էջ կամ կլինի կամ չի լինի գուցե ավելի պակաս կաշխատեմ ավելի հակիրճ անել դեռ կհանեմ չոր թեթևացնելու համար որ քիչ լինի եւ կգրեի հենց այն ինչ գրում եմ դա եղել է ներքին մով ինչը որ եղել է գրքի հետ կապված 90-ական թվականներից ինչու երբ լռում է մարդկությունը այդ նույն լռությունը շարունակվում է հիմա եւ վարվում են մարդկանց հետ ժողովուրդների հետ երկրների հետ այնպես ինչպես իրենց շահերն են թելադրում։ Դրա մասին այո գրում եմ ու կարծում եմ շատերը կգրեն։ Հիմա անդրադառնանք թե ինչ է տեղ ունենում ներողություն մեր կյանքում։ Երեք ազգային ժողովում հարցպատասխաններ եւ երկու հայտարարությունների եմ ուզում անդրադառնանք, որտեղ համացանցում էլ դարձավ քննարկման առարկա, մարդիկ էլ հասարակություններ խոսում են ընդդիմությունը եւս։ Արարատ Միրզոյանը արտգործնախարարը երեք հայտարարեց, որ հաստատվել է խաղաղություն, մենք ճանապարհի սկզբին ենք դեռ Եվ այդ խաղաղությունը երկար գործընթաց է, խնամք, հոգատարություն է պահանջում եւ հիշեցրեց, որ երկու ժողովուրդների միջև արյունալի տարիներ են եղել եւ դա շատ արագ ու հեշտ հնարավոր չէ, ասենք մոռացությանը տալ եւ առաջիկայում եթե ստորագրենք այդ խաղաղության պայմանագիր, դա չի նշանակում, որ ամբողջական խաղաղությունը հաստատված է։ Վարչապետը հակառակն է պնդում, այլևս խաղաղություն է եւ նույնիսկ 100 տարվա ապագայի մասին է խոսում, որը սկսվել է այսօրվանից եւ ընդդիմությանը մեղադրում էր, որ նրանք ամեն ինչ անում են տապալելու համար այս խաղաղության գործընթացը։ Որտեղ ենք մենք հիմա Տիկին Մանուկյան։ Մենք այնտեղ ենք, որտեղ արդեն 7 տարի ենք։ Շատ բան չի փոխվել, չէ, փոխվել է։ Շատ բան չի փոխվել այն իմաստով, որ մենք խաղաղության ենք գնում, բայց փոխվել է։ Մենք երբեք այսքան դիվանագիտական շարժեր չենք ունեցել։ Աշխարհի տարբեր երկրների հետ երբեք մենք այսպիսի ինքնուրույն հարցեր լուծել քննարկել չի եղել այդպիսի առանց ռուսական խորհրդակների իհարկե առանց Ռուսաստանի ուղղորդման Ռուսաստանն ասում էր մինչև այսքանը կխոսեք դրանից հետո մեր գործն է մենք գիտենք այդ նշված սահմաններ ու մենք երբեք այսպիսի ազատություն ինքնուրույնություն չենք ունեցել դեռ ավելին մեր ինքնուրույնությունը ինչ որտեղ նաև կաշկանդված է որովհետև աշխարհաքաղաքական վիճակում լինել համարձակ այն ինչ որ մենք կուզեինք ժողովուրդը կուզեր եւ քաղաքական գործիչները դա էլ իրավիճակը թույլ չի Կարծում եմ, որ նրանք, ես միշտ եմ քննադատել, որ համարձակ չեն, կարծում եմ, որ համարձակությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք որոշակի, ասեմ, բարձունք, հզորություն, կայունություն, տնտեսական զարգացում, ինչու ոչ նաև ռազմական կայունություն կունենանք, այն ժամանակ իհարկե կվերականգնվի համարձակությունը նաև կարծում եմ։ Ես նույնիսկ միտեղ վստահ եմ իմ հիմա որ գրում եմ այդ վստահության մասին է նաև խոսքը, իսկ ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի այսպես մի քիչ իրար հակասող հայտարարություններին ես չգիտեմ գուցե ի պաշտոն է բայց ես կարծում եմ որ ընդհանրապես ցանկացած երկրում առաջի 4 դեմքերն են որ պետական քաղաքական գաղտնիքներին տիրապետում են ամբողջովին ժողովրդին հասանելի չի գոնե որոշ ժամանակ ես որպես վավերագրող կասեմ տարիներ տասնամյակներ հետո դա հասարակության համար դառնում է սեփականություն եւ հասանելի կդառնա միայն այդ ժամանակ ինչու է ասում որ խաղաղություն է եղել
ես չգիտեմ տողատակում ինչ կա, ինչ է ասում վարչապետը, խաղաղություն կլինի, չեմ կարծում, որ ինքը վստահ է այդ խաղաղությանը։ Առավել եւս զգուշավոր է Արարատ Միրզոյանը, ես միշտ ասել եմ, հիմա կրկնում եմ, Եվ ինքն էլ ասում պետք է զգուշավոր լինենք ամեն դեպքում։ Զգուշավոր պիտի լինել եւ պատրաստվել, ոչ միայն զգուշավոր լինել։ Միշտ ասել եմ, ասում եմ, դա կլինի պատմական անդրադարձ, կլինի ինձ այսօրվա այսպես կոչը, միշտ պատրաստ լինել եւ հավատալ թուրքերի խոստումներին ու թղթերին, մակագրած, ստորագրած, ես չեմ հավատում, քանիցս կրկնել եմ, նորից կասեմ, ես նրանց անգամ Ղուրանի վրա երթված երթմանը չեմ հավատում։ Նրանք միշտ ասել են, մենք գիտենք, թուրքերի երթում իրենց սրի ծայրին է, եւ չմոռանանք, որ 20 թվին Էրդողանն ասեց, հայերը թուրքական թրի մնացորդներ են։ Ես դա չեմ մոռացել, կարծում եմ իրենք շատ լավ գիտեն, նրանք երկարաժամկետ պայմաններ են ստեղծում իրենց նպատակներին հասնում 100 տարի, 150 տարվա այսպես մտահղացումներ ու պայմանավորվածություններ, ծրագրեր ունեն։ Ինչը որ չի կարելի ասել Հայաստանի ու հայերի մասին, որովհետև մենք շատ շուտ չեմ ուզում ասել խաբվող, բայց քանիցս խաբվել ենք պատմության մեջ արդեն, եւ մենք մի փոքր ժամկետի համար կարող ենք ուրախանալ։ Մինչդեռ այդ փոքր ժամկետի համար ուրախանալը միշտ մեզ բերել է մի փորձանքի, մի աղետի պահել է պետք։ Ունես խաղաղություն, պետք է պահես ամեն օր, փայփայես ամեն օր։ Մենք մեր հաղթանակը մսխեցինք, մեր հաղթանակը հարամարեցինք մեր ժողովրդի, մեր երկրի ամբողջ արցախահայության գլխին, որովհետև մենք ամենօրյա աշխատանք չտարանք։ Ինչ որ ասում է Արարատ Միրզոյանը, որ պետք է, այո, ես չեմ խնամել, փայփայել այդ հաղթանակը, իսկ այդ փայփայանքը դուք գիտեք, ամենօրյա աշխատանք։ Ամենօրյա չեմ ասում, ամեն ժամի այսպես փայփայանք ու խնամք է պետք։ Կա մի բան, որ եթերում չեմ ուզում ասել, դա մտածված չեմ ուզում ասել, բայց ամեն օր պիտի սպասել էսկալացիան։ Ալիևն ասում է, ես պատրաստվում եմ պատերազմի։ Տեսնում եք, եւ ավելացնում է ռազմական հնարավորություններ, իսկ մենք Նիկոլ Փաշինյանը երեքևս հայտարարեց, որ արդեն ինչ կա մեզ բավական է։ Ես դա եմ ասում, որ չգիտենք ինչ կա վարչապետի ասած տողատակում։ Գուցե հիմա դա է պետք ասել։ Չգիտեմ, որովհետև հազիվ թե իմ նման մեկը չհավատա այդ խաղաղությանը, իսկ ինքը հավատա։ Ես դրան ուղղակի չեմ կարծում, որ այդպես այդքան միամիտ կարող է լինել երկրի ղեկավարը, այսքան դիվանագիտական շփումներից ազգային ժողով եւ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը։ Դա նշանակություն չունի։ Մենք շատ պայմանագրեր ունենք թղթերի վրա, որ ոչ մի նշանակություն չունի։ Ինչ կապ ունի ում են ցույց տվել։ Դա կարևոր չի։ Պարզապես ես կուզեի ասել ընդդիմությանը կամ ուրիշ մարդկանց, ովքեր որ կարող են քննադատել, ասել, եթե ձեզ լիներ այդ հարթակները, դուք գնայիք միջազգային հարաբերություններում ձեր հարցերը լուծելու, ինչից կխոսեիք։ Կասեիք ոչ պատերազմ ենք ուզում հենց հիմա։ Արցախից կխոսեին։ Արցախից համաձայնեմ, իսկ անդրադառնամ Արցախին, բայց ինչ մինչև հիմա որ ասում են տանուլ տվեցինք գերիներից կխոսեին։ Գերիներից անպայման պիտի խոսել, բայց կարծում եմ, որ ինքը հաճախակի ակնարկում ասում է, որ գերիների մաս տեսեք չխոսեցինք, բայց բերեցինք, այսպես այնպես։ Ես հիմա ինչը գրում եմ, շատ այսպես ափսոս, որ անդրադառնում եմ հիմիկվա գրելիք արդեն համարյա վերջը ասած գրածին, որ դրա մասին էլ կա, ինչու պիտի խոսել եւ ինչու պիտի լռել, երբ պիտի լռել։ Պարզապես պիտի իմանալ որտեղ լռել, հաշվի առնելով մեր վիճակը։ Այո, կան տեղեր, որ պետք է լռել, կան տեղեր, որ վերապահումով պետք է մոտենալ, բայց խեղճանալ, դու գիտեք, ես միշտ դեմ եմ եղել։ Երբեք չեմ ընդունում խեղճանալ, որովհետեւ ըստ ինձ ու ըստ շատերի ես վստահ եմ, նույնիսկ արդարությունը այնքան աղմկող պիտի լինի, ճշմարտությունը այնքան բարձրաձայնվող պիտի լինի, որ որևէ մեկը չվախենա այդ մասին խոսել։ Նիկոլ Փաշինյանը փորձեց այդ, երբ Ալիևը միջանցք անվանեց Սյունիքի այդ հատվածը, կարծես թե համարձակվեց վերջապես եղավ։ Իսկ ես միշտ կոչ եմ արել, ասել եմ բոլոր նրանք, ովքեր միջազգային հարթակներում կունենան խոսելու հնարավորություն, երբ որ Ալիևը կամ ընդհանրապես ադրբեջանական, նաև թուրքական պատվիրակություն կլինի այդ մասում, որտեղ իրենք խոսում են, երբ որ կասեմ պատմական տարածք կամ տարածքային ամբողջականություն, միշտ եմ ասել, հետևորդները անգիր երև գիտեն, փակեք նրանց բերանը, ոչ պատմություն են ունեցել եւ ոչ էլ պատմական տարածք։
Դա պիտի ասվի, ընդամենը 100 տարվա երկիրը, հազարամյակների պատմություն ունեցող երկրի տարածքներ, ասում եմ, իմ տարածքային ամբողջականությունն է։ Միշտ եմ ասել, կրկնում եմ, վերջապես Փաշինյանը ասեց մի բան, որ սպասում էինք, ավելին էինք սպասում։ Դրա համար ասում եմ, տողատակը չգիտեմ, մենք շատ բան չգիտենք, ինչքանով կարող է այդ համարձակությունը մեզ օգուտ բերել։ Եթե հնարավոր է հիմա պահել որոշակի ժամկետ, որոշակի խաղաղություն, թեկուզ ժամանակ շահելու միշտ եմ ասել, ժամանակ շահելու համար կարելի է նաև այդպիսի մոտեցում ցույց տալ։ Մեզ միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, բոլոր բնակավարնում նախ զինվել է պետք, զինվել գաղափարով, զինվել ինչ ասեմ, զինվել սիրով, որ ժողովուրդ մեջ ատելություն չլինի։ Այդ սերը մեզ շատ է պակասում։ Քանի անգամ կրկնել ասել եմ Ատելության հետ կապված Տիկին Մանուկյան վերջերս նորից անչափահասների մեջ դանակահարություն 8-ամյա երեխային ծեծել, այսինքն դպրոցահասակ։ Այո, դա ատելություն է։ Մենք եկեք խոստովանենք, որ այդպիսի երևույթներ դեպքեր չենք ունեցել մի քանի տարի առաջ։ Կամ չենք ունեցել, կամ լրատվություն այսպես հնչեղ չի եղել, դրա համար չենք իմացել։ Ամեն դեպքում այդ պատահարները, այսպես դժբախտ դեպքերը կարող էին լինել։ Հիմա քիչ երկիրն է փոքրացել աշխարհը, անմիջապես տեղեկացվում ենք, շատ վատ է, դա իհարկե գալիս է ատելությունից։ Ամենադաժան մարդը երեխային նայելուց կհալվի։ Այսպես ասած կզինաթափի, ոնց կարելի է ձեռք բարձրացնել կամ ինչ որ կերպ վատ չար վերաբերվել երեխայի հետ։ Չկա ուրիշի երեխան իր տեղից մեկ սեր է, երեխան խաղաղություն է, երեխան համերաշխություն է, ընտանիքներում, բոլոր տեղերում ու երեխայի հետ վարվել այդպես, դա միայն ատելությունից կարող ենք խոսել։ Դիվանագիտական դաշտում նկատի ունեք, որ հաջողություններ ենք հասնում եւ ինչպես է գնահատում ներկայումս ռուս-հայկական հարաբերությունները։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունեցավ, զրույց ունեցավ, թեկուզ քիչ, բայց չգիտեմ, ես պիտի երևի նորից վերադառնամ այն տեսակետին, որ շատ բան չգիտենք երևի դրա համար, բայց դուք գիտեք, ի սկզբանե իմ տրամադրվածությունը ես Ռուսաստանի հետ կապված այն սերտացում են հարաբերություն, այն ջերմությունը չեղել եմ համարում, չկա այդպիսի բան, ոչ մի խոսքի չեմ հավատում, ռուսական դիվանագիտության պատմություն, հազար տեղ կարդացել եմ իրանց կեղծ սիրո մասին, կեղծ հավատարմության մասին, ամեն ինչ կեղծ է։ Այս գիշերը կարծես թե Լեհաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը ցույց տվեցին սիրո։ Այո, ճակերտավոր սիրո վերաբերմունքը։ Այնպես որ մենք այդ սերը շատ վաղուց տեսել ենք, մեր մաշկի վրա զգացել ենք։ Զգացել ենք Կարսի պայմանագրի ժամանակ այդ բուրըն սերը, զգացել ենք ինչու ոչ նաև Ալեքսանդրոպոլի հաշտույթ, ամեն տեղ ռուսների ձեռագիրը կա, ես մի անգամ ասել եմ, ինձ ասեցին շատ լավ ասեցիք, որևէ մեկ այդպիսի արտահայտություն չէր արել, հիմա կկրկնեմ, միշտ ասում են, ռուսները չլնեն, թուրքերը հայերին կուլ կտան, թուրքերը մեզ կուլ կտան, իսկ ես ասում եմ, եթե ռուսները չլնեին, հայերը թուրքերին կուլ կտային։ 200-250 հազարանոց բանակ 15-18 թվերին այդքան որ հայերն են ունեցել մասնատվել բաժանվել տարբեր մասերի Ռուսաստանը ինքը բաժանում էր իհարկե վախենում էր հայերի միավորումից բոլորը կարող են որևէ ազգի միավորումից հատկապես ինչ ասեմ ստրկացած ասեմ գաղութային ասեմ իր հպատակության տակ գտնվող ազգին չէր թողնի միավորվեին դա մի քիչ օրինաչափություն է բայց հայերը գիտեք ինչ կանեին Թուրքիային հատկապես արդեն առաջին աշխարհամարտում տանուլ տված Թուրքիային որ մասնատվում, բաժանվում, քայքայվում էր։ Այնտեղ երկիր չէր մնացել, Օսմանյան կայսրություն չկար արդեն։ Եվ հայերը կարող էին իրականում վերացնել Թուրքիան աշխարհի քարտեզից, ինչը որ նրանք արդեն հարյուրամյակներ ծրագրել էին։ Ու այն տեսակետը, որ ռուսները չրնեն հայերին կուլ կտան թուրքերը, միֆ է, սուտ է, սխալ է, չկա այդպիսի բան։ Եթե ռուսները չրնեին, հիմա մեր Արցախը մերն էր լինելու։ Նախիջևանը մերն էր լինելու։ Ես չեմ ասում Մարամիտյան հաստ ավելի հեռուն չեմ գնում, որ չլներ Կարսի պայմանագիրը ու մնար Սևրի պայմանագիրը, որը մինչև հիմա ուժի մեջ է, իսկ մեզ խաբել են, որ ուժի մեջ չի։ Ես չեմ ասում 23 թվականի ապրիլի 14-ի կարծեմ բանում Լոզանում եղած 16-րդ պայմանագրով ընդհանրապես խոսք չի եղել, մնացել է հայկական տիտղոսի տակ այդ 5 շրջանները, ինչ որ Սևրի պայմանագրով ամրագրված էր եւ մեծ կնիքով Վիլսոնը հաստատելու ստորագրել էր։ Այդ բոլոր օրինական են մինչև հիմա, բայց մեր վզին փաթաթել են մեր սիրելի ռուսները ու օղակի պես ձգում են։ Ինչու պիտի Նախիջևանը նրանց լիներ, չգիտեմ, ինչի համար պիտի այդ տարածքները, ինչի համար պիտի լիներ Ալեքսանդրոպոլի այդ պայմանագրի, երբ որ Հայաստան ասած չկար, արդեն Հայաստանը սովետական միության, եթե ասենք միություն այդ ժամանակվա արդեն կազմավորվող միության կազմի մեջ էր, ինչ Հայաստանի հետ պայմանագիր։ Ինչի մասին էր խոսքը։ Եվ ասում են ռուսները չլնեն, հայերին թուրքերը կուլ կտան։ Սխալվում եք։
Հիմա ուսումնասիրով գալիս են կետին են քանգու, որ եթե ռուսները չեն հայերը վաղուց կուլ էին տվել։ Այ ոնց եղավ որ 90-ական թվականներին Շահումյանի շրջանը ռուսների ձեռքով տվեցին ադրբեջանցիներին։ Դա մեզ համար դաս պիտի լիներ, որ մենք հասկանայինք Արցախում ինչա կատարում, երբ որ կանգնում են հայ այսպես ռուս, այսպես կոչված խաղաղապահները։ Նույն ձեռագիրը չկրկնվեց, օմոններ անում, օղագործողությամբ տվեցին Շահումյանը, հրաշալի մարդկանց քանի անգամ կրկնել եմ Թաթուլ Կրպյանի իր նման տղաների կյանքի գնով էլի տվեցին։ Եկավ Արցախի պատմություն նորից տվեցին։ Էլ չեմ ասում առաջի հատվածում տվեց, հետո 23 թվին մտնում էին ոնց տան, որ այսպես լինի։ Եվ այդպես է որ ռուսները չլինեն, թուրքերը հայերին կուլ կտան, բա ինչ արին ռուսները։ Մի ամբողջ երկրամաս կուլ տվեցին։ Հիմա Զանգեզուրի միջանցքով կուլ տալու ձևեր են մտածում։ Հիմա էլ ասում են Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։ Շատ լավ է որ չի համապատասխանում։ Շատ ուրախ եմ։ Մի քան տեղ էլ մոմ կվառեմ։ Ընտիր է։ Ոչ էլ թող համապատասխան, մեր շահերին համապատասխանում են իրանց արածները, տարածքներ են տալիս, մանրադրամին ման օգտագործում են թշնամու հետ։ Շատ ավելի լավ որ չի համապատասխանում։ Թող Լավրովն էլ իմանա, թող Բայց միաժամանակ էլ հետևում են թե եւ շուշով ինչ անում են Ադրբեջանի հետ։ Ասում են որ գիտեք ինչ, հա, իրանք գովերքում են, որ մեր մոտ է եղել այդ պայմանավորվածությունը, ոչինչ որ ուրիշ երկրի տարածքում է, սխալվում եք դուք, արդեն որ ասում են հայերը էս մի անգամ ասի կրկնում Հայերը դասեր են քաղել պատմությունից, թող Լավրովն էլ իմանա, Կրեմլի բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն, որ մտածում են կամ կարծում են կամ վստահ են, որ կարող են հայերին նույն վիճակում, նույն կարգավիճակում պահել։ Սխալվում են, այդ պատմությունը մեզ դա շատ դառը դասեր է տվել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Տիկին Մանուկյան մի քանի օր առաջ նախանցած շաբաթ որոշ քաղաքական ուժեր պնդեցին եւ պահանջում էին Գյումրիից հանել 102 ռազմաբազան։ Դուք ինչ կասեք այդ մասին։ Ես համաձայն եմ։
Ընդ որում Ալիևը հայտարարեց, որ ոչ մի ռուս զինվորական իր տարածքում չկա։ Դե չգիտեմ Այնպես իրենք ինչից չէր, են վառված, կներեք, բարիս համար։ Չգիտեմ թուրքեր, ամեն ինչ արել են թուրքերի համար ռուսները։ Ես չեմ ասում ադրբեջանցիներ, եթե նկատել եք, միշտ ասում եմ թուրքեր, որտեղ նույն ձեռագիրն է գնում։ Ես չգիտեմ ինչից են իրանք դժգոհ։ Իհարկե կա ինքնաթիռը, կա օլիգարխներին այդպես հակամարտության մեջ մնա մի խոսքով, դա մի կողմ, բայց մեծ քաղաքականության դա մեծաշով այդքան կապ չունի։ Դե իրենք կարող է մտածեն ինչի համար այդպես։ Գուցե ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված է նրանց այդպեսի թող դուրս ռուս կլինի թե չի լինի, բայց նրանք պիտի 10 տեղով մատաղ անեն ռուսներին, որ Արցախ վերցրեցին, որ Շահումյան, նրանք ընդհանրապես մինչև Բաքու հայերը կարող էին գնալ, եթե ռուսները չխանգարեին, եթե ռուսները այդպես չզինեին, 21-րդ դարաշրջանից սկսած միլիոնների ու միլիարդների զենք տվեցին թուրքերին, նրանց դժգոհությունը ինչի համար է, երախտամոռ կեղտոտ ժողովուրդ, կեղտոտ ղեկավար։ Թրամփն հնարավորություն տվեց հիմա ադրբեջանցիներին եւս զենքով զբաղվելը։ Դե այդ արդեն բանաձևը արդեն։ Դա արդեն բիզնես է, մենք դա գիտենք, պատմության սկզբից բիզնեսը կարող են երկու երկրներին կռվի հրահրել, որպեսզի զենք վաճառեն, դա էլ գիտենք, կարող եք ձեր դիրքերում ամուր մնացեք ձեր շահերը պաշտպանելու համար, բարիդրացիական հարաբերություններ նրանց ում հետ շահերը կհամընկնեն, որ ասեն, գիտեք, մենք ինչ հզոր երկիր ենք, կարող ենք ինքնուրույն հարցեր լուծել, դա սխալ է միֆ է, այդպես բան չի կարող լինել, բայց մեր վրա պետք է հույսը դնել եւ ընդհանրապես գնալ բարիդրացիական հարաբերությունների, պայմանագրերի, տարբեր երկրների հետ կարողանալ շահեկան պայմանագրեր կնքել, պայմանավորվածություն ունենալ, բայց միևնույն հույսը մեր վրա դնել։ Եթե ես անդրադառնամ էլի Վաշինգտոնից հետո մենք այլ Հայաստանում ենք ապրում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, օգոստոսի 8-ից հետո։ Այնքանով այլ Հայաստան, որքանով որ ժողովուրդը կարող է ապահով համարել։ Բայց ես էլի ասել եմ, ես ոչ մեկին չեմ վախեցնում, ես հորետես չեմ, ես ընդհանրապես շատ լավատես եմ։ Երբեք չպետք է մտածել, որ պատերազմներ այլ չեն լինելու։ Ինչ էլ ուզում է ասի Փաշինյանը, միևնույն ես չեմ վստահում թուրքերին։ Նրանք հենց տեսան աշխարհակաղակական իրավիճակում այնպիսի հարմար առիթ եղավ, որ կարող են մտնել Հայաստան կմտնեն։ Ընդ որում Սյունիքի հետ կապված Ալիևը հայտարարեց, չէ, որ երբել ուզենք մենք կարող ենք մտնել։ Սյունիքի հետ, Վարդենիսի հետ կարող են նրանք դեռ երազանք նրանց Սևանն ու Երևանը ինչի մասն է խոսք Արեմտյան Ադրբեջան ասած հոխորտանքներին դրա մասին եմ գրում նաև այդ Ադրբեջան երբ որ երկիրը գոյություն չի ունեցել աշխարհագրական ինչ դիրքի մասին է խոսք Արեմտյան։ Պարոն Շիրինյանն ասում է Ադրբեջանի ստեղծեցին ռուսները, թող ռուսներն էլ նրա հախից գան, ոչնչացնեն։ Շատ լավ խոսք է ասել, թող գան։ Եվ մենք պետք է աշխատենք նպաստել նրանց հարաբերությունների վատթարացմանը։ Այո, բաներ կա, որ այո, եթերային չի, որովհետև մեզ լսում են, մեզ հետևում, ես որ ասի եթերային չի, 16 թվից հետո է ուրիշ բան մտածում, որ կանեն մերոնք չարեցին, չնայած հասկացանք, որ չէին կարող անել, որովհետև այնքան էին լափել ու թուլացրել երկիրը, որ հնարավոր չէր, որ 100%-ով վստահ լինեինք, որ կարող էր, բայց 16 թվից հետո մերոնք այլ բան պիտի մտածեին, այլ քայլ պիտի անեին։ Ինչն էր գաղտնիք թուրքերի վարքի մեջ հայերի նկատմամբ, երբ որ հայտարարում է Հայաստան չպետք է լինի քարտեզի վրա, ինչի մասին է մտածում հայը։ Միայն զինվելու, միայն պատրաստ լինելու, միայն պաշտպանվելու։ Հայրենիքից չհեռանալու, իր համախմբվելու, սիրով երկիրը լցնելու, այո, այո։ Ամեն դեպքում Վաշինգտոնյան հանդիպումից հետո նկատի ունեք, որ կա որոշակի դրական դինամիկա, ապահովություն է։ Ապահովություն է։ Տիկին Մանուկյան, մենք շատ զանգեր ունենք, մի հարցի պատասխանենք հեռուստադիտողին, որից հետո ես կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք։ Ինչ-որ տեխնիկական խնդիր է երևի թե։ Ամեն դեպքում Վաշինգտոնից հետո Սյունիքում իրադարձություններ հաստատ տեղի կունենան, որտեղ արդեն կան խոսակցություններ, որ մասնագետներ են գալու, քննարկումներ են լինելու։ Ռուսաստանը մեզ այդպես հեշտ ու հանգիստ թողնելու է, որ այդ տարածքում առանց իրեն որոշակի հարաբերություններ մենք կարգավորենք։ Միայն մի դեպքում հեշտ ու հանգիստ կթողնի, շատ ցավով կթողնի, եթե ռուս-ուկրաինական պատերազմում ինքը շատ վատ տանուլ տա։ Այդ դեպքում մեզ կթողնի, իր ուժերը չեն պատի, չեն բավարարի, որ ինքը կարողանա մեզ այսպես հավաքած պահել։ Ու առաջին հերթին նրա պատճառով, որ ժողովուրդը արդեն չի էլ ուզում մնալ նրա հպատակության տակ, չհաշված որոշակի այսպես քիչ տոկոս կազմող մասան։ Այնպես որ մենք պիտի գոհ լինենք, որ եթե նույնիսկ դա ապահովություն չի, գոնե ժամանակի շահել է նշանակում։ Եթե նույնիսկ ես ասեցի ու կիսատ մնաց խոսքս իմիջիալոց անցած հաղորդման ես մի սխալ արտահայտություն արեցի հարցին կիսատ պատասխանելու համար ես կանրադառնամ դրան ուրեմն
երբ որ Անտանտի երկրները առաջի համաշխարհային պատերազմը ավարտվեց, Անտանտի երկրները իրար մեջ բաժանում էին, ամեն ինչ մի խոսքով պատմական այդ անցքերի մեջ շատ չխորանան, պետք է իրենց փոքր դաշնակից հայերին, պատմության մեջ այդպես արձանագրված է, փոքր դաշնակից հայերին նույնպես տերություն անեին, որովհետև արդեն երկրի ցեղասպանություն հայրենիք էին կորցնում, դա չարվեց, որտեղ բաժանում էին թալանը, բաժանում էին պատերազմի արդյունքները, բաժանում էին շատ բաներ, եւ մեր մոտ էլ ուժ չկար արդեն, եւ հոգեբանորեն չկար պատրաստվածություն եւ մասսան, այդպեսի մեծ կոտորածից հետո, աղետից հետո միշտ չէ որ հնարավոր կներ պահանջատեր լինել, եւ ովքեր որ կարող էին նրանք էլ թուլություն դրսևորեցին, դրա համար այդպես ստացվեց, իսկ հիմա գոնե մենք կարող ենք, մեր միտքն էլ է զարգացել, սերունդն էլ է զարգացել, տեխնիկայի մասին չեմ խոսում, տեղեկատվությունը արագ է տեղ հասնում, այնց դրա համար մենք կարող ենք որոշակի վստահություն ունենալ, թող լինի Ամերիկան, թող լինի Չինաստան, ով ուզում է լինի, դրանց այսպես ներկայությունը, բացի Ռուսաստանից, ֆիզիկական ներկայությունը գոնե կարող է ապահովել մեր ժամանակը վերականգնելու համար, գոնե դա վստահ եմ որ կլինի, ռուսների ներկայությամբ, ընդհանրապես զրոյական կարծիք ունեմ, չի լինի, դա ամենամեծ վտանգը կլինի, որտեղ դրանք ամեն պահի կարող են մանրադրամի տեղ մեզ օգտագործել։ Փորձենք լսել հեռուստադիտողին, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Այո, բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ Տիկին Մանուկյան, ողջունում ձեզ հեռախոսներից։ Ուրախ եմ նորից բենալու ձեր հետ հաղորդումները միշտ հաշելի են։ Քանի որ դուք պատմության հարցում միշտ հետաքրքրվում եք եւ Ռուսաստանի մասին խոսք եղավ, ես հարցը ցանկանում եմ ձևակերպել նախ մի պատմական դրվագ ձեզ եթերում ասեմ, դա նաև կարևոր է հավանաբար Տիկին Պետրոսյանի համար, որտեղ սրա մասին շատ է խոսվում ձեր եթերներում, դուք հավանաբար գիտեք, որովհետեւ հասկանանք Ռուսաստանը որքան է մեզ կործանել այսքան ժամանակ եւ որքան է մեզ խաբել։ Դուք գիտեք այդ անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական սարերը, այդ արտահայտությունը, շատերը չգիտեն դրա նախապատմությունը եւ ցանկանում եմ ես իմանալ դուք արդյոք գիտեք դա ասել է Անգլիայի պրեմիեր մինիստրը հայտնի Լորդ Սալիսբուրին Համիլյան ջարդերի ժամանակ, երբ նրան հարցում էին թե ինչու չես օգնում, նա ասեց անգլիական նավերը չեն կարող բարձրանալ, բայց ինչու նա ասեց, պարզվում է եւ սա պատմական եւ հավանաբար դուք հետաքրքրված կլինեք, որ Անգլիան այս ժամանակ ցանկանում էր իրապես օգնել Հայաստանին եւ ազատել նրանց թուրքական լծից Աբդուլ Համիդի, բայց մենակ նա չէր կարող անել եւ դիմում է Նիկոլայ Ցարին, Ռուսաստանի Ցարին եւ ասում է արի ես մտցնեմ նավերը անգլիական Ստամբուլ եւ գահանքես կանենք Աբդուլ Համիդին, իսկ դու մտիր Հայաստան եւ կազատենք քրիստոնյաներին։ Նիկոլայ Ցարը, մեր բարեկամ Ռուսաստանի Ցարը, ասում է ոչ մի դեպքում Աբդուլ Համիդը ինձ չի խանգարում, իսկ հայերին ես չեմ վստահում։ Իսկ մենք այսքան տարի մտածել ենք թե անգլիացիներն են մեզ դավաճանել։ Հարցը սեվակեպեմ այսպես դուք համաձայն եք, որ եթե մենք այսքան տարիներ, տասնամյակներ կամ դարեր առաջ ապավինեինք ոչ թե Ռուսաստանին, այլ մեր հավանաբար արևմուտքին, բնական դաշնակիցներին, եւ եթե հիմա էլ մենք շարունակենք կամ վերադառնանք արևմուտքի հետ դաշնակցության, ապա մենք շատ ավելի բան կշահենք, եթե ազատվենք այդ Գյումրիից եւ այլն, ազատվենք ռուսներից, մենք ավելի շատ օգնություն կստանանք եւ կկարողանանք իրագործել մեր երազանքները։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ բովանդակալից հարց էր, շատ այսպես խորքային։ Ես վստահ եմ, մի բառով ասեմ, որ վստահ եմ այո դեպի արևմուտք, եթե հիշում եք անցած տարի, երբ որ այդ ստորագրություններն էին հավաքում Եվրամիության, հայ ես մի քանի անգամ կրկնել եմ, ես 10 անգամ ձեռք կբարձրացնեմ, 10 անգամ կստորագրեի եւ ավելին, այնպես որ համամիտ է մեր հարց տվող հեռուստադիտողի հետ եւ ավելացնեմ մի բան Սոսբերի ու ընդհանրապես Ռուսաստանի այդ կապված այդ Սան Ստեֆանոյից հետո Բերլինի կոնֆերանսից հետո երբ որ քննարկվում էր արդեն հայկական բարեփոխումների մասին, որին հաջորդեց իհարկե բարեփոխումները չեղավ, հաջորդեց Համիլյան ջարդերը, Ռուսաստանի, ինչ ասեմ, շատերին հայտնի Լոբանովը, երբ որ Համիդն ասեց, որ չգիտեմ հայերի բարեփոխումները ոնց պիտի անենք, հնարավոր է կարելի է թե չի կարելի, ինձ ճնշում են տարբեր երկրներում, որ պետք է բարեփոխումների հայկական տարածքներում հայերի վիճակը վատ է, Լոբանովն ասեց, ես պատրաստ եմ կոտորելու, կքշեմ այդ հատվածներից, գիտեք, որ հայկական տարածքներում հայաբնակ մասերում հայերը շատ ավելի տոկոս էին կազմում, գնալով նոսրացնում, պակասեցնում էր։ Եվ Լոբանովն ասեց, ինչ ասեմ, ձեր այդ մեծություն կոտորեք։
կոտորեք ձերդ մեծություն, կոտորեք։ Բառացի այդպես ասել է Աբդուլ Համիդին, դա ռուս չգիտեմ ազգությամբ հրեա եղել թե չէ կասկած կա, բայց ամեն դեպքում ռուսական դիվանագիտության ներկայացուցիչը կոտորեք ձերդ մեծություն, կոտորեք, դա 120 տարի առաջ, 125 տարի առաջ, եւ հիմա հանկարծ ես ասեմ, գիտեք ինչ կա, ուզում են որ ռուսները մնա, ոչ, ես ուզում եմ ռուսների հետ լավ հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ, ինչպես մշակութային, ամեն ձև ուզում եմ, բայց ռազմական հարաբերություններ բացառել, պարզապես բացառել։ Նրանք միշտ օգտագործել են մեզ որպես առաջնագծում գնացող կոտորվող մաս, միշտ իրենց շահերի համար։ Որ ասում են նրանք նաև ուզում են այստեղ օգտագործել ներքին այդ մեր խրտժոցի մեջ ոմանց, ովքեր ռուսական ավելի շատ հակվածություն ունեն։ Իհարկե, եւ նրանց այնց հիմա էլ են օգտագործում։ Եթե նրանք չլինեին, այս 7 տարվա մեջ երկիրը ավելի արագ կվերականգնվում էր։ պատերազմներ չեր լինի Տիկին Մանուկյան։ Պատերազմը կասկածում եմ, եթե մենք ավելի անկախ լինեինք 94 թվից հետո, իհարկե պատերազմ չէր լինի։ Եթե անկախ լինենք եւ եթե մեր ղեկավարները մտածեին երկրի ու հայրենիքի մասին, կախված չլինեին Կրեմլից, ես չգիտեմ ոչ մի անգամ նախկիները չեն խոստովանել, որ մենք չէինք կարող դիվանագիտական քայլեր անել, մենք մեր հաղթանակը չէինք կարող տերություն անել, իրենք էին տերություն անում, չեն ասել, ես չգիտեմ ինչքանով ճիշտ դա ենթադրություն կարող է լինել, բայց ես մտածում եմ, որ հնարավոր է որ չեն արել կամ չեն իմացել։ Ամեն դեպքում անգիտությունից մենք եկանք այս վիճակին հասանք։ Դա չի եղել, բայց հաղթանակած երկիրը այսպեսի տանուլ տա դա ներելու չի ուղղակի հաղթանակած երկիրը իր տարածքից Արցախից հանի բնակչությանը հանի բերի երբ որ դու հաղթանակ ես տարել հանի բերի եւ հետո էլ հայտարարի որ Ադրբեջանի կազմում է այդ տարածք հայտարարի այո եւ հետո ՄԱԿ-ին ուղարկի այն քարտեզը ես մի քանի անգամ ասել եմ որը որ Նիկոլ Փաշինյան ցույցվեց սա են ներկայացրել ՄԱԿ-ին ես ինչ անեի եւ ասել որ Կիրանցը հիմա ցուցադրական վայր է որ գնացեք տեսեք Այո, այո։ Խաղաղությունը ինչպես է լինում։ Ես չեմ լինում։ եղել Կիրանցում, սահմանագծումը բավականին լավ է զսպող գործոն է։ Ես նույնիսկ լավատես եմ չեմ ուզում մտածել, որ մեր սահմանները թե նույնիսկ հիմա բոլորը գծվեց 20743-ով դա պիտի պահպանվի։ Ես կարծում եմ դա պիտի մեծանա, որտեղ մենք մեր պատմության տերը պիտի լինենք։ Պատմության ու պատմական արդարության տերը պիտի լինենք։ Ես շատ շտապում այդքան գրքեր արել եմ ու հիմա շուտով մեկն է կլինի, այս վերջին բանի համար մտածում եմ եւ կխնդրեի ես մյուս անգամ հարցազրույցին կխնդրեմ որ թարգմանեն շատ լեզուներով փոքր գործերը թարգմանեն։ Հա իսկ ինչ վերաբերում է նախորդ հարցազրույցին ես ինչ սխալ թույլ տվեցի մի նախ բոլոր այսպես կոմենտարի այդ գրողներին արձագանքողներին ասեմ շնորհակալություն անչափ գոհ եմ շատ լավ այսպես արձագանքների համար մեկը մի դիտողություն էր արել ես համեմատական բան բերեցի եթե մանկապարտեզում դասիրակչուհին կարող է մի կոնֆետ մի երեխային տա երկուսը մեկ ուրիշին ոչինչ դա ձեր հարցի հետ անմիջապես կապ ուներ որ թոխամփեր են երբ որ Սևան էին գնացել այնտեղ կային խորոված չոտողներ բայց մի կերպ էին եկել հագուստն այսպես այնպես էր ես մտածում եմ երկրի վիճակն այդպես է կարող է լինել որ մարդիկ սկսել են ավելի լավ կարող էր դա լինել եւ դրա հետ կապված ես ուզում էի ասել իմ միտքը ամբողջովին չասեցի անցա ուրիշ մի քիչ էմոցիոնալ լինելս ինձ խանգարում է եթե այսօր մի կոնֆետ է տվել վաղը կտա 2 ու 3 եթե հիմա իրենք խորոված չեն կարող անել Սևանի ափին մի շաբաթ հետո մի ամիս հետո մի տարի հետո կանեն մենակ թե երկրի վիճակը կայուն լինի կարողանանք զարգանալ եթե հիմա թոշակը 1000 դրամ չեն ավելացնում այդ 1000 դրամը գնա ռազմական ռեսերի վրա գործ անեն եթե աշխատավարձը չի բարձրանում 1000 դրամը գնա ես դրանից միայն ուրախ կլինեմ ասելիքս դա էր իմ միտքը կիսատ էր մնացել եւ արձագանքողը ճիշտ էր արձագանքել որ իսկ ինչու պիտի մեկին մի կոնֆետ լինի մեկին երկուսը լինի միտքս ընդհանրապես դա էր որ այդ մեկը ով որ մեկն ունի պիտի համբերի ու հասկանա վիճակը դա է կգնանք հաջորդ քայլին եւ այդ մեկ ունեցողը 10 կունենա երկուսի փոխարեն համբերել ժողովրդին ոտքի կանգնել սիրով լցնել երկիրը դու ուրախացի որ դիմացինդ շատ ունի դիմացինդ կարող անել եւ քեզ կօգնի եւ կողքինին կօգնի եւ երկիրը ոտքի կանգնելու միտումը դա է եղել ներողություն եմ խնդրում եթե սխալ եմ հասկացել այսինքն սխալ չէ ճիշտ են հասկացել ես միտքս կիսատ եմ թողել իսկ ինչ վերաբերում էր Գյումրիի մասին էր խոսքը հա Գյումրին այո պիտի օր առաջ հանել ռուսներին Հայաստանից այդ ինչու չինական զորք չունենք մենք այստեղ պետք չի ինչ վատություն են արել մեզ կամ ինչ լավություն են արել պետք չի թող չլինի Չինաստանն էլ չունի Ռուսաստանն էլ չունենա մենք մեր շահերից ելնով կասենք ով կգա այստեղ
Հիմա եվրադիտորդները կան արդեն քանի տարի մեր սահմաններին։ Տեսնում եք, որ պետք է։ Դեռ 2 տարի էլ պետք է մնան, այնպես Դե տեսնում եք, որ պետք է։ Մեզ ինչը պետք է, մեր շահերից ինչ բխում են, դա պիտի անեն։ Արման Բաբաջանյանին հավանում են, չեն հավանում, ընդունում են թե չեն ընդունում, ես ընդունում եմ գաղափարը, որ պետք է ռուսները մեզ չթելադրեն։ Վերջ։ Բերնակովը չգա ու ընտանիք վերասի ու թելադրի մնա անպատիժ։ Դրանից հետո հանկարծ ռուսներին սիրող կամ ասեն այստեղ մնացող ռուսները պիտի մնա, ես չգիտեմ դրա անունը ինչ։ Բաց այդ դավաճանություն է։ Բաց այդ, այսպես երկրի հետ կվարվեն։ Տիկին Մանուկյան, իսկ ինչպես են վարվում մեր հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հետ։ Սկանդալները շարունակվում են այս գործընթացի հետ կապված։ Իմ հետևորդները գիտեն իմ ցավոտ տեղն է, ես ցեղասպանության թեմայով զբաղվող մարդ եմ, շատ խորացել եմ այդ թեմայի մեջ, գիրքս հիմնականում դրա մասին է, գրածս, որ հիմա գրում եմ դրա հետ, շատ մեծ առնչություն ունի, հիմնականում դա է։ Շատ լավ են վերաբերում, վերանորոգում են։ Ես ինքս գնացել եւ տեսել եմ։ Ես գիտեմ, որ 10 տարի առաջ էլ դա վերանորոգման կարիք ուներ։ Գիտեմ, որ գիտաշխատողների հետ կապ ունեմ, 3 առաջ օրը եղել եմ ցեղասպանության թանգարանում, շատ ափսոսում եմ, որ տնօրենը գործով դուրս էր եկել, ինքը չհասցրեց հետ գալ, պայմանավորվածություն չկար, ես պատահական էի գնացել։ Բայց հետո կապվով հասկացանք, որ կուզեր մնա, ես չկարողացա այդքան մնալ։ Գիտեմ, որ վաղուց դա վերանորոգման կարիք ուներ, գիտաշխատողների սեղաների վրա ջուրը կաթում էր, վերևից առաստաղից թափվում էր այդ ծեփոները, անհնարին էր այնտեղ մնալ, մի կերպ, այսպես ասած, որ ասում են կոսմետիկ ինչ որ վերանորոգում, բարբերաբար արել են, որը չէր օգնում, պետք էր տանիքը վերանորոգել, շատ բան են արել։ Չմոռանանք մեր ժողովրդին ասեմ, չմոռանանք, որ տարիներ առաջ այն սյունը երկու իրար հետ սուր ծայրով սյունը վերանորոգվեց, դա ինչ որ չժանգոտվող երկաթ էր, մետաղից էր, որը քարից սարքեցին ու շատ լավ են սարքել, դա էլ վերանորոգվեց։ Ինչ վերաբերում է թանգարանին, իր աշխատողներին, վերանորոգման այդ աղմուկին, ես հիմա մի բան ասեմ, ովքեր որ ստեղծեցին այդ աղմուկը չեմ հավատում ժողովուրդը ստեղծածնի, պարզապես ժողովրդի նվիրական լարերին կպան։ Ասում են բանվորներին նույնիսկ աշխատավարձ չեն վճարում, այդպիսի խոսակցություններ են։ Ոչ խափում են, ափսոսում են, որ ես այդ շինարարության ղեկավարը տեսա, բայց խոսքով էինք զբաղված, չխոսեցի իր հետ, բայց ես հիմա այնպեսի մեծ այսպես արձագանք կանեմ դրանց, որ բոլորը պիտի լռեն։ Ես խոսում եմ գիտաշխատողների հետ, մարդիկ ասում են, եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցներ ցեղասպանության թանգարանում, վատ մտքով, որևէ քարի վրա գրել կամ ջարդել, բոլորս կպարկեինք գետին, չէինք թողնի մի գործանի։ Հարցնում եմ այդ մարդկանց, ես նախ ասեմ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գնացել էին հուշահամալիր, սրտացավությունից էին գնացել։ Այդ սրտացավությունը մեր ինչ ասեմ, սադրիչ ասեմ, չգիտեմ, այդ պրոֆեսիոնալ դավաճաները, պրոֆեսիոնալ սադրիչները կարողացան ժողովրդի նվիրական լարերի հետ խաղալ եւ ուղարկել ցեղասպանության թանգարանի հետ համալիրի մոտ։ Անձամբ գնացել տեսել եմ, նախ վաղուց ես նկատել էի ճակած կային քարերը ճակած, իրարից բարձր ու ցածր տեղեր կային, որ վտանգավոր էր կարող էր ընկնել։ Անգամ ցույց տվեցին քարերի արանքից բույս էր աճել, ծաղկել էր այդ աճած բույսը։ Ուրեմն բավական չէր, որ ես տեսա խոսեցի գիտաշխատողների հետ, ինչը որ տեսել եմ, ինչը որ վաղուց գիտեի, որ դա վերանորոգման կարիք ունի։ Ես զանգահարեցի ուրեմն մեր շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին, դոկտոր, պրոֆեսոր, գիտեք, ճարտարապետական խմբի ղեկավարի հետ չեք ունեցել զրույց։ Չէ, իր հետ չէ, Կալաշյանին լսել եմ ուղակի, տեղում չէր, որ կուզեի խոսել, ինքն էլ լավ բաներ ասեց, որ մի քիչ ամփույթ են անում, փնթի են անում, բայց մեր կառույցի տեսքը չի փոխվում, ընդհանրապես դա վերանորոգման աշխատանք է, բացարձակ ամեն ինչ իր նման է մնալու, անվտանգությունն են վերացնում։ Ինչպես այսպես կաթում էր, քանդվում էր թանգարանի աշխատողների, գիտաշխատողների նաև այդ պահոցների հետ կապված առաստաղներ քանդվում, նույն վիճակում էր նաև համալիրը, այդ հուշահամալիրում, ուրեմն քարերի հետ առաջներ այդ բույսի աճել, ինչ որ ասեցի, վտանգ կար, ճաքել էր քարը մեջտեղից, անձամբ եմ տեսել։ Ես գիտեի դա այդպես էր, բայց 3 առաջ օրը անձամբ, այսպես այն որ ասում են մի հատուկ հետազոտողի աչքով էլի, որը կարող էր ամբողջական քարը դուրս գալ, որը կարող էր փշրվել։ Այո, հնդիկները ամփույթ են աշխատել, հնդիկները հիմա չեն աշխատում, նրանց հանել են այդ ամպտության համար կամ գուցե չգիտեք, մի խոսքով այդպես են գտել հարմար, գործը արվում է, պետք էր ուղղակի նախապես ծածկի տակ վերցնել, մեկուսացնել շինհրապարակը, նոր գործ անել, հիմա արդեն արել են այդ աղմուկից հետո, իսկ տնօրենը ես ափսոսում եմ իր հետ չխոսեցի, ասեցին, որ ինքն ուզել է բաց տեսնեն, բոլորը տեսնեն, որ մենք վերանորոգման աշխատանք ենք արել, դա ժողովուրդը սխալ կհամարի, ճիշտ կհամարի, դա արդեն իր կարծիքն է, բայց արդեն վերցրել էին հսկողության տակ այդ շինարարական մասը,
որ կարող են գործ անել։ Եվ ում հետ եք դուք զրուցել։ Ես զրուցել էի Գագիկ Գալստյանի հետ, մեր շինարարների միության նախագահ, շատ լավ շինարար, շատ լավ ճարտարապետ, շատ լավ մարդ, շատ լավ գիտակ, հարցնում եմ, ասում եմ, պարոն Գալստյան, դուք գիտեք, ես ասեցի, իհարկե գիտեմ, ասեցի, իսկ ինչ կարծիք եք, ասեցի, շատ լավ կարծիքի եմ, եղել է դիտողություններ արել ենք, ասել ենք, բոլոր հետ խոսել ենք, քննարկել ենք, դա մեր սրբավայրն է, մեր սրբությունը ոչ ոք իրավունք չունի ասեղի ծայրի չափ փոփոխություն անել, նրա մեջ ինչ որ եղել արդեն 50 քանի տարի 60-ի մոտ։ Ժամանակները զուգադիպեցին Տիկին Մանուկյան, ինչու հենց հիմա որոշվեց այդ ամենը։ Ես չգիտեմ, ուրեմն ասեմ 5-րդ շարասյուն, թե ասեմ ռուսամետներին, գուցե դրանց դուրս չգա, իսկ ես կասեմ, որ հենց դրա հետ կապ ուներ։ Էլ ինչ անեն հայրին երկպառակության ու բախման բերելու, էլ ինչ անեն։ Ուրեմն ինչ արեցին Արցախից հետո պատերազմից հետո, ինչ արեցին հայաթափումից հետո Արցախի հայերը չբախվեցին, գերակշիռ մասը մնաց հավատարիմ երկրին ու պետության։ Հետո շուռ եկան եկեղեցու կողմը, ինչ արեցին եկեղեցիականների հոգևորականների հետ կապված, որպեսզի բախման գնա ժողովուրդը, որ կարողանա թուլանալ ու նորից ապավինել, ռուսներին ապավինել, դա էլ չկարողացան կպան ազգային ամենանվիրյալ, ամենազգայուն տեղերին։ Ինձ համար դա գիտեք ինչքան զգայուն է, ես որ ասում եմ ինձ համար զգայուն, պատկերացեք թանգարանի գիտաշխատողներ համար ինչքան զգայուն կլինի։ Տնից թանկ տեղ է, հավատացեք ճիշտ եմ ասում։ Նույնիսկ հիշում էին, որ անցած տարի արխիվներն էին այրում, հիշում եք նման դեպքեր։ Ուրեմն ասեմ, դրանք غلط են արել, կներեք բառիս համար, գլուխները պատին են տվել, այնտեղից ոչ մի թուղթ չի պակասել։ Ես միշտ մտածել եմ հիմա այս վերջին գործը, որ պիտի անեմ ինստիտուտում կամ մի ուրիշ տեղ հրատարակել, բայց կարող եմ տանեմ ցեղասպանության թանգարանը միայն այդ խոսողների համար։ Չգիտեմ, դեռ չեմ որոշել որտեղ կհրատարակեմ, բայց ինքը շատ կարևոր գործ է, եթե այս օրերի հետոյի ու դրա նախկինի հետ կապված այդ զուգահեռներ են։ Բայց որևէ թուղթ, որևէ արխիվ հանել, այնտեղ նշանակում մարդու այդ գիտաշխատողների եւ ընդհանրապես աշխատողների մարմնից մի մաս պոկել։ Եթե ես այնտեղ չեմ աշխատում, նրանք ինձ լավ գիտեն թեմանի, իմ թեման է։ Եթե ես այսքան ցավագին եմ ընդունում, բոպիկ վազելով կգնայք ասես ինչ եք անում, պատկերացրեք այնտեղի մարդիկ ինչ են անում։ Այնտեղի աշխատողներին լացում էին։ Սմես ինչ են անում, ու եւ մտնել համացանցում տարածել, որ հայերը իրենց սրբավայրերը քանդում են։ Դրա այդպիսիներին պիտի պարզապես որպես դավաճանի դատապարտեն հրապարակավ։ Ոնց կարելի ձեզ ով է իրավունք տվել խոսել ցեղասպանության թանգարանի մասին, որ քանդում, վերացում, չգիտեմ ինչ են անում, եւ ազատ ման գալ։ Նրանք ավելի վտանգավոր են, քան թուրքերը, քան այն ռուսները, որ տակից փորում են, որ գնացեք բախման։ Իհարկե նրանց արածներ։ Հիմա ամենա այն զգայուն տեղը թանգարանը չէր, ցեղասպանության ուշահամալիրը չէր հայերի համար։ Ամենազգայուն տեղը դա էր։ Այս անգամ այդ ասեմ 5-րդ շարասյուն, չգիտեմ, այդ պրոֆեսիոնալ հանցագործներին, պրոֆեսիոնալ դավաճաններին հանեցին, որ կպտեն դրան, ասեցի Արցախ, ասեցի հոգևորականներին, հիմա էլ դա ամեն ինչ անում է խրձրություն անելու երկրում։ Բայց ռուսները այդ աչքով չեն տեսնի, որ մեր մոտ կարող է լինեն ինչ որ իրանք երազում են, որ մենք շարունակեն մանրադրամ ծախել, որպես մանրադրամ ծախել որևէ երկրի, չգիտեմ, այս դեպքում մեր տարածաշրջանում մեր վայ հարևանների վրա, այդ էլ չի լինելու։ Չի լինելու, ժողովրդի գերակշիռ մասը իր երկրին, իր պետությանը կպած է ու սիրում է երկիրը։ Անկամ նրանք, ովքեր չհասկանալով կամ չգիտեմ խաբվելով, չգիտեմ ինչ բառեր ասեմ, նրանք ովքեր որ ձգտում են դեպի Ռուսաստան կամ տրանսֆերներ ունենալով կամ հարազատներ ունենալով, մտածում են որ առանց դրա չի։ Իմիջիալոց ժողովուրդ ջան, ասեմ մի բան, իմ հարազատների, եղբայրներիցս բռնած 90%-ը Ռուսաստանում է։ Ես նրանց հետ համարյա կապ չունեմ, մեկի հետ կապ ունեմ, որ միշտ երազում է հետ գալու մասին։ Հարազատներ, քրոջ երեխաներ, եղբայրների երեխաներ, եղբայրներից իրանց ընտանիքներով։ Ես որ ասում ռուսները վատ են, ի նկատի չունեմ որ ժողովուրդն է վատ, Կրեմլն է վատ, իր քաղաքականությունն է վատ, բայց ես չեմ ուզում որ Ռուսաստանի համար այնքան լավ լինի, որ հայերը նորից ձգտեն այնտեղ։ Միայն դրա համար, թե չէ լավ թող ապրեն, արցախցիները գնացին։ Խոսքս դրան էի բերում, որ արցախցիները գնացին, մտածել որ Հայաստանից լավ է Ռուսաստանը։ Ախր խաբվել եք, ինչքան կարելի է խաբվել։ Ոնց կարող է մարդու հայրենիքից լավ լինել։ Տիկին Մանուկյան, աշխատանք չկա, մարդիկ չեն կարողանում ընտանիքները պահել։ Մարի ջան, ով ասեց, որ այնտեղ աշխատանք կա։ Այստեղ հնդիկներ աշխատում են 200 քանի հազար հնդիկ է եկել, ոնց որ աշխատանք կա։ Մերոն գնում այնտեղ կոշիկ են մաքրում։ Հնդիկների աշխատանքը չեն անում երբեմն հենց մեր տեղացիները։ Բայց նույն հնդիկների աշխատանք չեն Ռուսաստանում անում։ Անում են։ Եվ շատ վատ են անում, գիշերը չեն քնում, քնում են իրանց այդ շինարարության օբյեկտներում։ Բայց ինչ են այնտեղ անում։ Ասենք որ վատ տեսակ ունենք։
մենք հայի վատ տեսակ ունենք, որ կարող են նաև խայտարական էլ ոմանք էլ ասում են, ինչ որ մեկն ասել էր Ղարաբաղցի եղել թե ով չգիտեմ, Արցախցի, ամաչում եմ, որ հայ եմ։ Ինչ խոսես, ինչ ասես նրան։ Երբ որ մարդիկ ընդհանրապես հասկանալով իրենց պատմությունը, իրենց ազգային պատկանելությունը միայն հպարտանում են, անկախ էս ամեն ինչից։ Այ եթե դուք ամաչում եք, դուք այն նրանց, ովքեր որ ծառայում են ուրիշին, ծառայում են ուրիշի ջրաղացին ջուր են նստում, թշնամ, չգիտեմ, էլ այդ նյութականին կպել են։ Իսկ ադրբեջանցիները պատրաստ են արևմտյան Ադրբեջան վերադառնալու։ Ադրբեջանցիները շատ ավելի խելոք դուրս եկան, աշխատեցին մեր սխալներից օգուտ քաղել եւ մեր սխալները իրենք ավելի շուտ դասարեցին, քան թե մենք մեր սխալները։ Ես էլի եմ ասել, շատ ավելի լավ է ուրիշի սխալներից սովորել կամ գոնե քո սխալներից։ Խելոքը սովորում է ուրիշի սխալներից։ Հիմարը անգամ սեփական սխալից չի սովորում։ Ինչքան կարելի է պատմության մեջ սխալ ու այդ սխալները կրկնել։ Ինչ է թե մի Ռուսաստանում չգիտեմ որոշակի մասը ապրում են տեղ աշխատանք կա, պետք է մենք Հայաստանը կորցնենք։ Երկիր կորցնենք, որ նրանք ապրում են։ Հայերը բոլոր տեղերում են, ինչ անենք։ Դե այնտեղ մի քիչ ավելի շատ են եւ նրանք ձայնը ավելի բարձր որ գիտեք։ Ես հիշեցնում եմ, որ այնտեղ ավելի շատ են, այնտեղ ավելի պայմաններ աղվել են։ Ոչինչ, այնտեղ ավելի շատ են, որակը ներողություն բոլորից ներողություն եմ խնդրում, որակը այն չի, որ մենք նրանց մասին մտածենք, որակն այստեղ է։ Որակը արմատներին մոտ է, որակը սրբություններին մոտ է, որակը նրանց մեջ ովքեր որ վախեցած վազեցին ցեղասպանության թանգարան, ճիշտ է հասկացան, ոմանք հասկացան, ոմանք չհասկացան, տեսան որ այդ դա է որակը։ Որակը նա չի որ գնան ասեք մենք ստեղ ապրում ենք էլի հանգիստ թողեք ռուսներն ինչ ասում են արեք արել ենք էլի դարերով արել ենք որ հիմա վտանգի տակ է ամբողջ երկիրը էլ չենք Տիկին Մանուկյան Ալիևի անունով հնարավոր է կոչվի նոր ճանապարհը Աբսուրդ իհարկե ոչ Նիկոլ Փաշինյանն ասեց թող իրենց տարածքում Հա ինչ ուզում են անեն իրաց տարածքում Բաքվյանն թող դնեն Ալիև Ինչ ուզում են անեն, բայց մեր տարածքում չէ, մի երկու ամիս առաջ, մի ամիս գուցե երկու ամիս չեմ հիշում, Թուրքիայի պարլամենտում մեկը հայտարարեց այդ մասին գրել եմ ու դրա վրա շատ լավ զարգացնում եմ ամբողջ միտքը, որ Մարգարայի կամուրջում, որ պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, տնենք Թայլաթի անունով։ Իրանց ազգային հերոս, ես այդ ազգային հերոսին հրաշալի ներկայացրել եմ Հիտլերի հետ կապված նաև այդ զուգահեռներով շատ լավ է, այնպես որ աշխարհ թող մնա ու իրենց չմոռանան իրենց պատվաբեր անցյալը, դա բառացի այդ падգամավոր ասածն է, որտեղ խորհրդարանում չասեմ մեծամասնություն բավականին մեծ թվով մարդիկ ձայն էին վեր, այո, թող լինի Թայլաթի անունով։ Դե մենք էլ այս կողմից կդնենք Թեհլերյանի անունով։ Դե դա նշանակում է, որ չի լինի հարաբերությունների Բայց երբ է եղել, որ հիմա լինի, թող իրենք իրենց խելքը գլուխն հավաքեն, դրա համար պետք է որ լինի գալու Հայաստան։ Թող գան, հարաբերություններ պետք է լինի։ Գիտեք ինչ, հիմա Մարի ջան, այսպեսի մի բան ասեմ, Արցախը 9 ամիս մնաց շրջափակման մեջ։ Դա ամբողջ աշխարհը տեսավ ռուսները, լռեցին, այո, լռեցին։ Հիմա գալիս են սահմանները բացելու։ Առաջին հերթին դա Ռուսաստանի սրտով չի։ Եթե պիտի սահմանները բացվեն։ Եթե մենք շրջափակման մեջ լինենք ինչպես Ղարաբաղ, մեր վիճակը լավ չի լինելու։ Դա կլինի թշնամական երկրով ճանապարհի բացումը, կլինի բարեկամ երկրով, կլինի օթով, որտեղով ուզում է լինի, ճանապարհները պետք է բացնեն, որպեսզի շնչի երկիրը, որպեսզի զարգանա։ Մտածված պահում են շրջափակման մեջ, որպեսզի երկրի զարգացումը կանխվի։ Եվ հետո եթե այդքան վատ էր Թուրքիայի համար, քանի տարի է չեն բացում սահմանը, ինչի չեն բացում։ Չէ՞ որ Հայաստանի համար վատ պետք է լինի, իսկ Թուրքիայի համար լավ։ Դե թող բացի այդ լավ սահմանը։ Թող անեն։ Բայց առանց նախապայմանների չի լինում։ Պայմանները իրենք են մեզ թելադրում։ Հիմա կարող է ժամանակ շահանալ, չգիտեմ ինչ էր մերոնք խոստանան, մենք էլ մեր նախապայմանները կունենանք, երբ որ հզորանանք։ Տեսնում եք հզորացման հնարավորություն։ Իհարկե։ Ամենակարևորը ժողովրդի մեջ, ներուժը ժողովրդի։ Ամենակարևորը յուրաքանչյուրս մեր տեղում պիտի աշխատենք։ Որտեղ է մեր հզորացումը, եթե կրթության բնակավարում դեռ ունենք ամենաթույլ տեղին կպա։ Դասագրքեր ունենք, որ չունենք, եւ ես ականատես եմ եղել, երեխաները հեռախոսով ստանում են տնային առաջադրանքները, մի խոսքով։ Հիշում եք այդ հարցերին ես ինչքան բորբոքված եմ պատասխանել, ինձ խնայելու համար հիմա չեմ այսպես բորբոքում էմոցիաներս խնայում եմ, բայց ես քանի անգամ ասել եմ ԿԳՄՍ նախարարությունը պիտի ցրել։ Հայաստանի պատմություն։ Հայաստանի լավ հիշեցիք, Հայաստանի պատմություն կա։ Պիտի լինի հայոց պատմություն, ի սկզբանե ոնց որ եղել է հայոց պատմություն, մենք ունենք պատմության մեջ բաժիներ։ Նախնադար ունենք, միջնադար ունենք, ուշ միջնադար ունենք, նոր շրջան ունենք, նորագույն պատմություն, շրջաներ կա, թող մի շրջան լինի Հայաստանի պատմությունը, բայց բոլոր պատմությունները կոչվեն հայոց պատմություն։ Գաղթօջախների պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը։
Հայաստանի պատմություն է, ոչ իհարկե, դա հայոց պատմություն է, հայերի մասին է։ Եղել եմ դեմ եւ դեմ եմ լինելու։ Եվ թող չուղղեն, ասեն հայոց չի, Հայաստան է, ոչ, հայոց պատմություն է։ Հայոց պատմություն է, ինչ Հայաստան է, Հայաստան եղել է, չի եղել, կա, չկա, չգիտեմ, հայերը կան ու կան։ Ֆրանսիայում լիքը հայեր կան, Ավստրիայում հայեր կան, ես հիմա մի քանի օրից սեղանին կլինի Հնդկաստանի գաղթօջախների մասին եմ խոսում, Գորգի խանի մի պայծառ կերպարի մասին եմ խոսում, նա հայ էր, հայոց պատմություն էր, ինչ Հայաստանի պատմություն։ Այդ մարդ Հայաստան երեջիտես է ծնվել էր Նոր Ջուղայում, ներողություն, Պարսկաստան Սալմաստում։ Մի խոսքով, խնդիրը դա չի, ամենամեծ սխալը դա ես չգիտեմ, պարտադրանքի տակ է, դա ուղեղի թեր զարգացում է, չգիտեմ ինչ է, ինչու հանկարծ Հայաստանի պատմություն։ Ես մի անգամ ասել եմ, դա անընդհատ կրկնում եմ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, կարողանամ թարգմանիչներ գտնել։ Մի անգամ ասել, հիմա կրկնում եմ, Ջորջ Բայրոնի խոսքը գրափարի մասին էր Միչայլոց, այն որ հայոց է, ոչ թե Հայաստանի է, գրափարի մասին ասում էր, Աստծո հետ կապվելու, հաղորդակցելու միակ լեզուն հայերենն է։ Հիմա հայերեն խոսում են նաև Ավստրալիայում, խոսում են Նոր Զելանդիայում, դա հայոց է, Հայաստանի մասին, հայերի մասին է խոսքը։ Եթե ուզում եք Հայաստան գրել, բաժինները կան, պատմությունը լիքը բաժիններ ունի, տարբեր շրջաններ, տարբեր դարաշրջաններ ունի։ Հիմա 21-րդ դարի ինչ-որ փոքրիկ հատված, կարելի է մի 15 տարվա հատված վերցնել, ասել Հայաստանի պատմություն, որից հետո նորից հայոց կսարքենք, վստահ եղեք կսարքենք հայոց պատմություն։ Դե ժամանակը ավարտվեց, Տիկին Մանուկյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Շնորհակալ։ Զարգացումները արագ են տեղի ունենում, այնպես որ առիթ կունենանք նորից հանդիպելու այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։